Պարոն վարչապետ, գործառույթներից մեկը նաև դատախազական ներգործության միջոցներն են, դրանք միջնորդագրերն են, որոնք մենք ևս դիտարկում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի շրջանակներում, այդ 3 ձեր նշած գործառույթներից բացի եւ բոլոր իմ կողմից թվարկված այգիները, պուրակները, կանաչ տարածքները առավելապես վերադարձվել են հենց այս գործառույթի շրջանակներում եւ այն ինչ իրականացվում է դատախազության կողմից մենք հաշվառում ենք եւ վստահաբար կարող եմ ասել չկա մի գույք մինչ այս պահը, որը վերադարձվել է այս 4 գործառույթներից որևէ մեկի շրջանակներում եւ դա հաշվառված չլինի։ Մենք պարբերաբար նաեւ ուղարկում ենք փոխվարչապետերին եւ կառավարություն այս տեղեկատվությունը, որպեսզի կարողանանք արդյունավետ կերպով օգտագործել։ Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած թվին, կարծում եմ, որ ավելի քան իրատեսական է, որովհետև այս պահին մենք գոնե մենակ ապօրինի ծագում ունեցող գործառույթի շրջանակում ունենք 4 վճիռ, որոնց օրինական ուժի մեջ մտնելուն ենք սպասում։ 2 օրինական ուժի մեջ մտած ունենք բացի այդ հաշտության համաձայնություններ, եթե հնարավորություն կա դրանց մասին էլ կարճ կխոսեմ, բայց կցանկանայի նշել այն 4 վճիռների մասին, որոնց օրինական ուժի մեջ մտնելուն սպասում ենք, եւ այս 4 վճիռները մեզ համար ըստ էության հաստատումն են այն փաստի, որ հենց միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթը սկսել է աշխատել։ Բոլորովին վերջերս 4-րդ վճիռն է կայացվել, հուլիսի 24-ին հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է դատախազության հայցը ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Բոլոր վճիռներում էլ դատարանը մասնակիորեն է բավարարում դատախազության հայցերը եւ կան դեպքեր, որ մենք համաձայն ենք դատարանի հետ, ինչու, որովհետեւ այստեղ հաշվարկի մեխանիզմների տարբերություն կա եւ ըստ էության դա որևէ էական ազդեցություն չի ունենում հայցագնի վրա եւ մենք այստեղ ավելորդ իրավական վեճ ու քաշքշուկ չենք սարքում դատարանների հետ։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի Արաբկիր վարչական շրջանում գտնվող 1 բնակարանի 45%, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող 1 բնակելի տուն ամբողջությամբ եւ 184 միլիոն 222 հազար 585 դրամ։ Իմ նշած 3 այլ վճիռներից 2026 թվականի հուլիսի 3-ին կայացված վճիռն է հակակոռուպցիոն դատարանի ընդդեմ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման։ Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որոնցից մեկը կբռնագանձվի ամբողջությամբ, 2 գույքերի ապօրինի գնահատված մասերն են, բանկում ներդրված 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, դրանցից կուտակված 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև 352 միլիոն 438 հազար դրամ։ Մյուս վճիռը 2026 թվականի հունիսի 5-ին է կայացվել ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի 8 անշարժ գույք, որոնցից 4-ը կբռնագանձվեն ամբողջությամբ, մյուս 4-ը ապօրինի ճանաչված մասով, 1 իրավաբանական անձում 50% մասնակցություն, 2 տրանսպորտային միջոց, 2 անշարժ գույք եւ 1 տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը, ինչպես նաեւ 85 միլիոն 430 հազար դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը բացի այդ 2026 թվականի ապրիլի 21-ին մեկ այլ վճիռ էր կայացրել, բավարարել էր մեր հայցը ընդդեմ Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանի, Անի Լյովայի Սարգսյանի։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության 39341 հատ բաժնետոմս, սա հեկի մասին է խոսքը գնում, 864 հազար ամերիկյան դոլար ավանդ, 10 միլիոն 200 հազար դրամ, 4853 եվրո, 2 միլիոն 643 հազար դրամ։ Նաև 2025 թվականին բավարարված մեկ վճիռ ունենք հոկտեմբերի 10-ին ընդդեմ Ազգային ժողովի նախկին падգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 9 անշարժ եւ 6 շարժական գույք, 1 իրավաբանական անձում մասնակցություն 340 միլիոն դրամ։ Ինչպես դուք նշեցիք, գույքերը գնալով շատանում են, այդ թվում բնակարաններ, բնակելի տներ, առանձնատներ, որոնց կառավարման կարգը օր առաջ անհրաժեշտ է մշակել։ Մենք այս պահին ունենք 2 առանձնատուն, որոնք վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը, վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով։ Բացի այդ, մենք ունենք մի շարք հաշտություններ եւ ընդհանուր առմամբ այս պահին վերադարձված գույքի արժեքը միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթով 6 միլիարդ 300 միլիոն դրամ է։ Էլի անդրադառնալով այն
ուղենիշին, որ սահմանել եք 2026-31 թվերի համար, նշեմ, որ այս պահին միայն ապօրինի ծագում ունեցող գույքով ունենք 172 հայց դատարանում, երկուսը վարույթ ընդունելուն սպասում ենք, մեր ընդհանուր հայցագինը 628 միլիարդ 600 միլիոն դրամ է։ Բացի այս, մենք պահանջում ենք 1486 անշարժ գույք, 371 շարժական գույք, 464 իրավաբանական անձում մասնակցություն, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնց ընդհանուր չափը կազմում է 464 միլիարդ 600 միլիոն դրամ։ Այնպես որ սահմանած ուղենիշը, կարծում եմ, իրատեսական է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, այժմ առաջարկում եմ քվեարկության դնել հարց համար 10-ը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։